տաղավարում հյուրընկալել ենք Հովհաննես Խուդոյանին, նա փաստաբան է, Բագրատ arczepiskopos Գալստանյանի պաշտպաններից։ Պարոն Խուդոյան, բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Բագրատ Սրբազանին հիմա վայրկյաններ անց կանդրադառնանք, բայց այսօրվա վճիռը չեմ կարող, վճռի մասին առաջինը չեմ կարող չհարցնել, սպասելի էր ձեզ համար, կարծում եմ այս վճիռը։ Ինչ է սա նշանակում, ինչ է այս վճիռը, արդյոք սպասում եք, որ նույնը կլինի նաև Բագրատ Սրբազանի պարագայում, նույն տեսակի նույն վճիռը կկայացվի եւ ընդհանրապես Մայր աթոռի արձագանքը, որ քաղաքական հետապնդում է, դրան կխնդրեմ անդրադառնաք, ինչպես նաև ես տեսա, որ փաստաբանական համայնքն է շատ ակտիվ եւ դատապարտում հատկապես դատավորի գործողությունները։ Իրականում գոնե ինձ համար բացարձական ակնկալ չի, ընդ որում շատ չափն էլ շատ հստակ պատկերացրել եմ եւ մտերիմների շրջանակում բարբերաբար ասել եմ, որ հենց սա է լինելու։ Կիրառված պատիժ սխալել է օգտագործել, ընդհանրապես հարկադրանքը Միքայել arczepiskoposի նկատմամբ, որտեղ պատիժը կիրառվում է հանցագործների նկատմամբ, այս դեպքում ուղղակի իշխանություն ունենալով պետական ռեսուրսներ, պետական գործիքներ, ուղղակի մարդու նկատմամբ կիրառում է հարկադրանք։ Միանշանակ կանխատեսելի էր եւ ամենևին զարմանալու բան չկա, հիմա օրինակ կարանք համատական տանենք, երբ որ Արցախը հանձնում են ադրբեջանցիներին, հետո ընդհանրապես զարմանալ պետք չէ, որ այնտեղ գերեզմաններ են բղծվում կամ եկեղեցիներ են քանդվում, դա այդպես էլ պետք է լինի։ Հիմա նույն տրամաբանությամբ, երբ որ արդարադատությունը հանձնված է այս մարդկանց ձեռքը, ամեն անգամ զարմանալու կարիք չկա։ Ընդհանրապես պետք է պատկերացնել, որ այո, եթե հնարավոր է ենթադրել մի բան, որ ծայրահեղ անբարոյական է, ծայրահեղ հակասում օրենքին, արդյոք կարող է լինել, այո, կարող է լինել առանց որևէ սահմանափակման, չկա այնպիսի մի օրինակ, հա, թեկուզ տեսական ենթադրական, որ ասենք, չէ, այսպիսի բան մեր իրավապահ համակարգը ընդունակ չի անել։ Ամեն ինչին պետք է պատրաստ լինել սպասել եւ չզարմանալ։ Նշեցիք, որ նույնիսկ պատժաչափ, ինչքան էլ խուսափենք այս բառից, այդ 2 տարին էիք կանխատեսել, որ այդպես է լինելու, ինչու։ Շատ պարզ խաղարկված մոդել է, դատախազները գալիս են պահանջում են 2.5 տարի, դատավորի կողմից մի քիչ նվազեցնում է, բոլոր գործերով agrեթե այդպես լինում եւ քաղաքական եւ ոչ քաղաքական, դատախազները ուզում են մի քիչ ավելի շատ, դատարանները մի քիչ նվազեցնում են իբրև թե լավության կարգով, բայց միանշանակ պատկերացնելի է, որ Միքայել Սրբազանը ազատության մեջ խոչընդոտում է, որովհետեւ եթե նայենք Եթե նայենք, ինչ կարող է լինել, օրինակ կարող է կիրառվել տուգանք, պատժատեսակ կամ օրինակ պայմանական ազատազրկում։ Ինչ է լինելու պայմանական ազատազրկման դեպքում, երբ որ անձը կատարում է ըստ իրենց նույն տեսակի հանցագործություն, նորից անձին դատում են եւ նախորդ պատիժը գումարում են նոր պատժին։ Այսինքն մենք այստեղ գործ չունենք քրեական արդարադատության նպատակների հետ, օրինակ անձը կատարել է հանցագործություն եւ պետք է նրան պատասխանատվության ենթարկել, խնդիրը շատ հստակ է դրած, մինչև համապետական ընտրություններ Միքայել Սրբազանը չպետք է լինի ազատության մեջ եւ չպետք է իր խոսքով, իր գշրով, իր հեղինակությամբ որևէ կերպ խոչընդոտ հանդիսանա իշխանությունների իրենց քաղաքական պլաններում։ Պարոն Խուդոյան, երկու հարց, տեսեք, առաջին կարող եք պատասխանել կամ չպատասխանել, բայց ամեն դեպքում հանրության մեջ այդ կարծիքը կա, որ միգուցե սխալ էր Միքայել Սրբազանին կաթողիկոսյանից հանել, որտեղ ինքը պաշտպանված էր եւ իշխանությունը ոչ մի ձևով չէր կարող իրան հասնել, մարդիկ ավելի շատ են կուտակել։ Եվ ինչ են մտածել մարդիկ, ովքեր համոզել են իրան հանձնվել, այսինքն գնա թշնամու երախը, հույսերի ինչի վրա էր եւ այստեղ խնդիր արդյոք չկա նաև մասնագիտական ինչ-որ առումով եւ երկրորդը այդ ձեր ասած լավությունները ինչքանով են նվազելու, այսինքն ինչքան մինիմալ պետք է նստի Սրբազանը։ Մենք այստեղ քննարկել ենք, որ մոտավորապես մինչև ընտրությունները պետք է նստի, բայց միգուցե ինչ-որ հրաշք պատահի կամ ինչ-որ բան դուք տեսնում եք տեղ, որտեղ վճռաբեկում կամ վերաքննչում հետո վճռաբեկում որոշակի դրական փոփոխություն լինի։ Միգուցե ռոմանտիկ պատասխան տամ, բայց ըստ էստում եթե հարային ճնշման բավարար մակարդակ լինի, նույն վերաքննիչ կամ վճռաբեկ դատանը կարող են մի քիչ այդ քայլ կատարել։ Ինչ պետք է անի հանրությունից դες։ Դժգոհի, չէ, իրականում մենք որ տեսնում ենք մեր շրջապատի մարդկանց դժգոհությունը, դա ընդհանրապես մեր շրջապատն է եւ փոքր քանակի մարդիկ են, նույնիսկ մարդիկ եթե ցավում են իրոք անհանգստացած են դրան, արտահայտվելու հարթակ չունեն եւ առանձնապես ինչ որ բան չեն անում, ցանկացած հասարակական շարժում, ակցիա, գործողություն, դժգոհություն, բողոք, որևէ ձևով գեներացված, դա կլինի քաղաքական ուժերի կողմից, դա կլինի ապաքաղաքական ուժերի կողմից, ընդհանրապես նմանան արդարության դեմ ձայնի բարձրացումը
միան հանրային ճնշումն է, որ իզորու է իրավական ապօրինությունների դեմ ինչ-որ չափով առնել, էլի ասեմ ինչ-որ չափով, որովհետև մենք արդեն հասել ենք այն փուլ, որ մինչև համապետական ընտրություններ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու։ Անդրադառնալով առաջին հարցին, արդյոք կարող է լինել դիմադրություն Վեհրանի տարածքում, երկու կարծիք կարող է լինել, եւ այո եւ ոչ, խնդիրը այստեղ այն է, որ իշխանությունները շատ հաջող կերպով օգտվում են երկակի ստանդարտների կանոնից։ Իրենց թույլ տրված է կատարել ցանկացած տեսակի ապօրինություն, հակառակ կողմին որևէ ապօրինություն ընդհանրապես չի ներվի, ել չասեմ, որ օրինական գործողություններն շատ հաճախ մեկնաբանվում են որպես ապօրինի։ Գիտեք, որ այդ գործով հետորվա դեպքերով նաև քրեական գործեր հարուցվել, արդարադատությանը խոչընդոտելու, որտեղ մի քանի անց այնտեղ փաստորեն դիմադրել էին, թույլ չեն տվել, որպեսզի այդ գործողությունը կատարվի։ Հիմա այս տեսանկյունից այո, գուցե քաղաքական կամ հասարակական իմաստով կարող է արդյունավետ լինել դիմադրության ուժգնացումը եւ խաղաղ եղանակներով, խաղաղ անհնազանդության եղանակներով դրա շարունակությունը։ Հիմա գուցե մարդիկ չեն տեսել դրա հեռանկարը, գուցե պատկերացրել են, որ իրավական հետևանքները լինելու են նույն այսքան ոստիկանությունը բիրտուժակ իրառելու, ցրելու մարդկանց եւ շարունակի այդ գործընթացը։ Համենայն դեպս ես չեմ նկատել այնտեղ հավաքված մարդկանց գործողությունները այնպիսի բան, որը կարող էր մեկնաբանվել որպես իրավախախտում։ Եվ եթե գործողությունները շարունակվեին խաղաղ անհնազանդության եղանակներով, կարծում կարող էր նաև այլ ելք լիներ գոնե այդ օրերի ընթացքում։ Դե եթեներով իհարկե խոսելը սխալ է, իսկ ավելի ճիշտ չէր լինի, եթե Սրբազանը ընդուներ ընդդիմության առաջարկը եւ ղեկավարեր այդ դարդան միասնական տեխնացու վարչապետը, արդյոք դա ինչ որ ձևի իրան անվտանգային երաշխիքներ կտար այդ պահին։ Չեմ կարծում, որ դա այդ պահին կտար անվտանգային երաշխիքներ, բայց այստեղ արդեն մասնագիտական դաշտից դուրս կգամ քաղաքական կարծիք կարտահայտեմ, իր հեղինակությունը, իր վարկանիշը կարող են օգնել, որպեսզի ինքը հավասար ուժերով, հնարավորություններով ճակատ բացել իշխանությունների հանդեպ, որի պարագայում մի կողմից այո կա անհրաժեշտություն գնալ ամենախիստ միջոցների կալանքի, մյուս կողմից հաշտության առաջարկ կատարելու, ինչ որ զինադադար կնքելու կարող են առաջարկներ լինել։ Անշնորհակալ գործ է ձեր ասածով եթեներով խոսալը, բայց հավանական սցենարներից մեկը կարծում ավելի արդյունավետ կլիներ, եթե ինքը դա այդ առաջարկը ընդուներ։ Բագրատ Սրբազան եւ Սրբազան պայքարի շարժման 17 աջակիցների գործով դատարանում դուք ներկայացրեցիք բացարկ ներգրավված բոլոր մեղադրողներին, 5 դատախազներին, հիմքը ձայնագրությունն է, սրա մասին գիտենք, բայց խնդրելու եմ, որ մեզ դիտողներին ոչ իրավաբանական տերմիններով, առավել հասկանալի եւ մարդկային բառերով, եթե կարող եմ այսպես ասել, ներկայացնեք, թե որն է պատճառը, ինչու եւ ինչ է կատարվում, հաշվի առնելով, որ երբ ձեզ ներկայացնում էի նշեցի դատական համակարգի անոմալիաներ, սա ձեր ձևակերպումն էր իրականում։ Շատ դժվար է իրավաբանի համար դուրս գալ մասնագիտական լեքսիկոնից եւ ավելի հարամատչելի խոսալ, բայց վերջին տարիների քաղաքական գործերը մեզ ստիպում են փորձ կատարել ամեն դեպքում ավելի պարզ լեզվով ներկայանալու։ Եթե շատ հստակ շարադրենք, նույնը նաեւ դատական նիստի ընթացքում ենք փորձում պարզ մտքերով շարադրել, կա հետեւյալ բանը. հրապարակվել է ձայնագրություն կրճատումներով, ինչ որ մոնտաժներով եւ այլն քննչական կոմիտեի կողմից։ Այդ ձայնագրությունը վրդովմունք առաջացրել հասարակության մոտ, գլխավոր դատախազն քննչական կոմիտեի նախագահը կատարելով այդ ձայնագրություններին գնացել են եւ կատարել են շատ հստակ պնդում կոնկրետ բանի մասին, որ Սրբազան պայքարի աջակիցները, մասնակիցները, կազմակերպիչները պլանավորում էին կատարել փողոցային բռնի գործողություններ, որի ընթացքում կարող էին գնդակարվել մարդիկ։ Այս պնդումը իրենք շատ հստակ արել են առանց երկիմաստ արտահայտությունների եւ հասարակության մոտ իրոք տպավորություն է ձևավորվել։ Կատարվել է պնդում այս անգամ ոչ իրավապահների, նաև քաղաքական ուժերի, այսինքն հենվելով այդ քննչական կոմիտեի հաղորդագրությունների վրա մարդիկ կանգնել են ազգային ժողովում, ասել են, որ պատրաստվում էին ավտոբուսներ վառել։ Եվ նույնիսկ ընդդիմադիր դաշտից մարդիկ են գտնվել, ովքեր շատ այնց անհանգստացած վերապահումով խոսել են, որ ամեն ինչ հասկանում ենք, բայց միթե կարելի էր ավտոբուս վառել, քաղաքացիները ինչ մեղք ունեն եւ այլն, բայց ընդհանրապես նման բան գործում չկա։ Եվ հետագայում, երբ որ մենք ստացել ենք ձայնագրությունները գոնե մեր ընկալմամբ իրենց ամբողջության մեջ, դեռ դա այլ հարց, որովհետև փորձաքննության չեն ենթարկվել ձայնագրությունները, տեսել ենք, որ այնտեղ բովանդակությունը լրիվ ուրիշ բանի մասին է։
հրապարակել ենք այդ բովանդակությունը, ցույց ենք տվել, որ գլխավոր դատախազ եւ քննչական կոմիտեի նախագահը հանրային հեռուստաընկերության եթերում ազգային ժողովի ամբիոնից խոսում են ակնհայտ սուտ բաներ, խաբում են հասարակությանը։ Այդ գեղեցիկը այնքան ակնհայտ է, որ երկու փաստ ընդհանրապես մատուցում ենք հանրությանը։ Ասում են մի բան, իրականում կա այլ բան։ Հիմա վերադառնալով մեր դատական նիստին, ինչ են անում դատախազները։ Մենք ասում ենք դուք լավ գուցե այնքան խառն եք եղել, չեք տիրապետել այդ գործի քննության ընթացքին, նյութերին, պարտականություն գուցե չեք ունեցել անձամբ ստուգելու, թեև իրականում պետք է ունենաք այդ պարտականությունը եւ անձամբ ստուգեք։ Ձեր մոտ եկել է այսինչ բան եւ ձեր ստորագրությամբ հայտնվել է դատարանում կեղծիք։ Ինչ եք անում դուք այդ կեղծիքի հետ։ Adekvat պատասխանը դրան է, որ լավ, փնտրի ենք աշխատել, չենք տեսել, ներողություն կեղծիքի համար, այս կեղծիքով մարդիկ կգնան կդատվեն, քննիչն է, ԱԱՑ-ը, Պերլիազորն, ովքեր այդ կեղծիքը կատարել են։ Բայց սա միակ ապացույցը չի, եկեք սա հանենք արանքից, հասկանանք մյուս ապացույցներով ինչ որ բան ապացուցում է, թե ոչ։ Դա կլիներ adekvat մոտեցում։ Բայց ինչի այդ քայլին դատախազները չեն գնում, իրենց համար շատ օգտակար է, խորհուրդներ են իրենք հիմա տալիս, որովհետև քաղաքական անպատակ է այս գործը եւ այդ ամենա ժողովրդական լեզվով ասեմ չալաղաճ կտորն է։ Դրա վրա են հիմնել սա քարոշչությունը, որ մարդիկ, տեսեք, ոչ միայն մեր դեմ էին դուրս գալիս, այլև պատահական մարդիկ էին զոհվելու փողոցում, ինչի վերաբերյալ ընդհանրապես որևէ տվյալ չկա։ Հիմա եթե իրանք հրապարակային ներողություն խնդրեն եւ ընդունեն, որ այո, կեղծիքա տեղ ունեցել, այդ քարոշչությունը փլվելու է։ Այս սա իրավական նշանակության խնդիր չի, սա քարոշչական նշանակության խնդիր է, իսկ իրենց հիմնական գործառույթը դատարանում այդ քարոշչությունը ամեն ձևով առաջ տանելն է։ Իրավական խնդրով արդարադատության հասնելու ակնկալիքով չեն եկել դատարան։ Եվ հետաբար ասում ենք, եթե դուք մեկ ամիս շարունակ իմանալով, որ այս կեղծիքը գործում կա, ոչ մի գործողություն չեք անում, որ այս կեղծիքը գործից անեք կամ ընդհանրապես այս գործից հրաժարվեք, ուրեմն ակնհայտ է, որ դուք կանխակալ վերաբերմունք ունեք եւ եկել եք այս մարդկանց ապօրինի հետ քրեական հետապնդման ենթարկվել։ Սա բացարկի ուղղակի հիմք է, որը իրավաբանորեն իմ գնահատմամբ շատ հստակ հիմնավորված է եւ երկրորդ adekvat կարծիք չի հանդուրժում։ Բայց բնականաբար, ինչպես ասում եմ, ոչ մի անակնկալ բան չկա, ամեն ինչ կանխատեսել է, այդ գործընթացը պետք է այդպես էլ լիներ, դատանի որոշումն էլ անակնկալ չէր, ընդամենը մենք եւս մեկ անգամ հասարակության հրամցրեցինք, որ գործ ունենք կեղծիքով առաջնորդվող, գործեր կեղծող մարդկանց հետ։ Երկու չայնիկ հարցամ, հա, ինձ առաջինը ինչն է զսպում իշխանություններին, հա, կեսկատակ, բայց մի պատասխան ավելի լուրջ եմ սպասում, չկալանավորել եւ չտալ ենթադրենք ցմա բոլորին, այսինքն որտեղ այն սահմանը, որ իրենք դեռևս չեն համարձակվում դա անել, որովհետև հերթով այդ գծերը եւ տաբուները իրենք անցնում են, հա, այսինքն կարելի է վերցնել սրբազան կալանավորել, չգիտեմ, բանդարկել 2 տարի տալ, այսինքն ինչ մեխանիզմներ կան իրենց զսպելու, որ դեռևս իրենք չեն անցել ցմահի, դե գնդակարություն չեն կարող տալ, որովհետև արտորվածներ ունեն, բայց ցմայի պահը եւ երկրորդը ինձ համար շատ զարմանալի է Լիզա Մանթաշյանի պահը, որովհետեւ բոլոր ֆեմինիստական կանանց կազմակերպությունները դռում են, հա, բայց երիտասարդ աղջիկ է, հա, եւ չեմ մտածում, որ ինքը տենց թիվ 1 տերորիստ է, հա, որ իրեն հենց փակել են եւ չեն թողում ինքը դուրս գա, այսինքն ինչ վրեր են լուծում կոնկրետ Լիդիայից։ Ասեմ, ինչ վրեր են լուծում, Լիդիա Մանթաշյանը շատ հաջող կերպով իրականացնում էր չեմ վստահում ակցիան Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված փողոցում ստորագրություններ հավաքում, անշարժ հա ակցիա էր, որովհետեւ լուրջ վտանգել չէ սպառնում, բայց էմոցիոնալ առումով եւ վիզուալ առումով բավականին անհանգստացնող կարող լինել եւ այդ ակցիաներից մեկի ժամանակ նաեւ միջադեպ եղավ կոնֆլիկտ եղավ ոչ իրենց նախաձեռնությամբ, այլ Վահագն Ալեքսանյանի մոր նախաձեռնությամբ եւ բավականին շատ կարելի ասել ռեպուտացիոն հարված ստացան դրանից չի բացառում որ դա էլ վրեժի շարժարակից մեկնեց կոնկրետ վրիժարու Վահագի գործբանն է երևի չգիտեմ անձնական ցանկությունա խնդրանքա թե իրար առանց խոսքի էլ հասկանում են իսկ ինչու են լրիվ ֆեմինիստ կազմակերպությունները փորձել է պաշտպանական կողմը դիմել օրինակ դեսպանատներին այդ հարցը բարձրացնել։ Մենք դեսպանատներին դիմել ենք ոչ կոնկրետ Լիդիայի մասով, այլ առհասարակ բոլորի մասով, հələ դեռ մինչև ձայնագրությունների հրապարակումը, քանի որ նախապես վստահ ենք, որ կեղծիքներ կան դեսպանատներին իրազեկել ենք, որ այս գործը կեղծիքի վրա է հիմնված, ձեզ որ տեղեկացնում են եւ հրապարակային եւ գուցե նաեւ ներքին կապուղիներով, որ Հայաստանում պլանավորվել է ահաբեկչություն, վստահաբար ձեզ ասում ենք, որ այդպիսի բան չի եղել, ավելի ուշադիր հետևեք գործին։
Այդ դրանից հետո արդեն հրապարակվեցին ձայնագրությունները եւ առնվազն այս փուլի համար ապացուցեցին, որ էական կեղծիքների վրա է հենված գործը։ Ինչու են լռում անձինք, հավանաբար իրականում չեն դավանում այն արժեքներին, որի մասին բարձրաձայնել են, որտեղ հակառակ պարագայում ընդ որում ոչ միայն կնոջ հանգամանքը, առանձնացնենք սեռի հանգամանքը, առհասարակ մարդու իրավունքները խախտվում են, իրավապաշտպան կազմակերպությունները անձիկ ինչ եմ ասում, Իրանում ինչ որ աղջկա գլխից բան են հանում, տաշկինակը հանում են, գունավոր հեղափոխություն քիչ մնա։ Դե էլի պետք է նայենք, հնարավոր է լինի մարդ, ով իրականում այդ արժեքներով ապրում է, դրա համար է բարձրաձայնում, բայց այդ մարդուն շատ հեշտ է բացահայտել, որտեղ երբ որ լինի հակառակ քաղաքական շահից նույնն է խնդիրը, ինքը միևնույնն է արտահայտվելու է, իսկ ինքը խոսում է իրավունքի տեսանկյունից, այն պարագայում, երբ որ մի դեպքում խոսում են, մի դեպքում չեն խոսում, եւ դրա տակ կա քաղաքական շահագրգռվածություն կամ անձնական այլ նախասիրություններ, կարող ենք ասել, որ տանձիկ իրավապաշտպան չեն։ Ակտիվիստ են, ինչ որ շահեր են պաշտպանում, բայց իրավապաշտպան չեն։ Իշխանության ինչն է զսպում, ցմահ չտապով։ Շատ քիչ զսպող հանգամանք է տեխնիկական, որ քրեական օրենսգրքի ոչ բոլոր հոդվածներն են նախատեսում ցմահ ազատազրկում, բայց մի քիչ կարող եմ ուռճացնել, բայց ընդհանրապես չեմ զարմանալ, թե նման բանել մի օր ականատես լինենք, որ օրինակ կարող են ասել Արարատ Սարի պատկերը օգտագործելը ինչ որտեղ խանգարում է հայ-թուրքական բարեկամությանը եւ այն անձով կհրապարակի Արարատի նկարը պետական դավաճան է, իրան պետք է ցմահ դատապարտել։ Շատ հնարավոր սցենարը հաջորդ ավելի մեծ կարմիր գծեր հատելու պարագայում, թեև եվրոպական կառույցներից ու ԱՄՆ-ից, այսպես ասենք, ինչ որ դաբրոն են, ինչ ուզում են անեն, թե ոչ։ Նման խոսակցություններ կան, բայց ես նաև նկատեցի, որ կարծես թե եվրոպական ինչ որ երկրից թե կառույցից ինչ որ անց հայտարարել էր, որ գալիս է Հայաստան, քանի որ քաղաքական հետապնդումների մասին հայտարարությունները շատ են, գալիս են ինչ որ ուսումնասիրություն կատարելու։ Դրա արդյունքները ինչ կտան, չգիտեմ, բայց նաև շատ միջազգային կազմակերպություններ, այդ նաև Ամերիկայի պետական դեպարտամենտի առանձին զեկույցներում հատվածական, ոչ շատ ինտենսիվ, ոչ ամբողջ գունապանակով, բայց կրկին ներկայացնում են պրոբլեմատիկ հարցեր, որի վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը աչք է փակում, վերջին նաև երկու աբսուրդ բաներից, մի դեպքում ասացին մենք միջազգային արբիտրաժի որոշումը չենք կատարելու, այսօր էլ կարծես թե հայտարարեցին, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ արձանագրված խախտումները մենք չենք ճանաչում։ Եղել է, որ միջազգային կառույցներից կամ դատարաններից ձեզ հետ կապի դուրս գան մանրամասներ իմանալու համար, զեկույցների համար։ Որոշ շփումներ եղել են, բայց քանի որ պայմանավորվածություն չի եղել դա հրապարակելու այս փուլում դեռ չենք հրապարակի, բայց հետաքրքրություն առանձին երկրների դիվանագիտական ներկայացություններից կա։ Եվ եզրափակիչ հարցս, այսքանից հետո նույնիսկ չգիտեմ որքանով է տեղին սա հարցնել, բայց ըստ ձեզ ուր են տանում գործը եւ տեսնում եք իրատեսական հնարավորություն բեկման համար, այսինքն շրջելու եւ ակնհայտ սցենարով չշարժվելու համար։ Այս գործը իրականում ավելի բազմաշերտ է, քան ներկայացվել է հասարակությանը։ Նրա նպատակը ոչ թե թիրախավորել լիներ հենց սրբազան պայքարի մասնակիցներին, կազմակերպիչներին, այլ այդ պրոդուկտով փորձ են կատարել առավելագույնս խոցեն բոլոր հակառակվողներին։ Եթե նայենք, իրենք հրապարակում են փաստաթղթեր եւ ձայնագրությունների մեջ ցելընտրել են չվերաբերել այնպիսի հատվածներ, որտեղ ուղղակիորեն նշվում են անդիմադիր դաշտի տարբեր ուժերի ներկայացուցիչներ, կառույցներ եւ այլն, եւ թիրախավորում են հետեւյալ եղանակով։ Դրա մասին նաեւ ընդունեցին ազգային ժողովի իրենց ֆրակցիայով հայտարարություն, որ մենք ճանաչում ենք այս արարքահավաքչության նախապատրաստում, ցանկացած խումբ անձ, ով որ չի համաձայնվի մեր կարծիքի հետ, սա այն բառերով համառոտ միտքն եմ ասում։ Ինքը նույնպես ահաբեկչության կողմնակից է եւ ցանկացած քաղաքական ուժով կհայտարարի, որ չգիտեմ, կարեկցում է կամ աջակցում է այս խմբի մարդկանց, ովքեր չի համաձայնվի, որ սա ահաբեկչություն է, ովքեր կասեն, որ սա ակնհայտ կեղծիք է եւ ապօրինի հետապնդում է, մենք կհամարենք, որ դուք նույնպես ահաբեկչության օժանդակողներ եք, կազմակերպիչներ եք, ֆինանսավորողներ եք, եւ եթե նայենք օրինակ նույն քննչական կոմիտեի նախագահի անպատասխանատու հայտարարությունները հանրային եթերում, դեռևս գործը չքննված ու ընդհանրապես առանց որևէ ապացուցողական բազայի ենթադրություններ են, որ մենք հեսա գործը կքննենք, ուշադիր կապ կբացահայտենք Սամվել Կարապետյանի, Միքայել Աջապահյանի, Բագրատ Սրբազանի իրենց գործողությունները համաձայնեցված են, պայմանավորված են, բայց իրականում ոչ Միքայել Աջապահյանի
հայտնի օրագրից նման տվյալ չհայտնաբերեցին, ոչ Սամվել Կարապետյանի կամ Բագրատ Սրբազանի մեջ որևէ կապ գտան։ Այդ նման կապի պարզապես բացակայության պատճառով։ Բայց ամբողջ քաղաքական դաշտին քաղաքական շանտաժի ենթարկեցին, որ ցանկացած ուժ կարող է մի օր կապվել այս երևույթի հետ եւ ինքը նույնպես մեղադրվել որպես ահաբեկիչ, ահաբեկչության աջակից, սովանավոր եւ այլն։ Այս եղանակը ուղղված էր ամբողջ ընդդիմադիր դաշտին եւ ցանկացած անձի կամ խմբի, ովքեր դուրս կգան իրենց քաղաքականության դեմ, իսկ իրենց քաղաքականության դեմ դուրս գալը միակ բանն է, որ կարող անի իրեն իսկական հայ համարող անձը։